Եվրամիությունը համարում է, որ Վաշինգտոնյան գագաթնաժողովին հաջորդած մեկ տարում առևտրի և տարանցման սահմանափակումների վերացումը, ինչպես նաև խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների շփումների ընդլայնումը կարևոր նվաճումներ են։ Սպիտակ տանը խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և համատեղ հռչակագրի ստորագրումը պատմական քայլեր էին Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների լիակատար կարգավորման ուղղությամբ, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ծառայության խոսնակ Անիտա Հիփերը։ Նրա խոսքով կողմերը կարևոր առաջընթաց են գրանցել, որը շահավետ է երկու երկրի համար էլ։ Նա շեշտել է, Բրյուսելը անհրաժեշտ է համարում, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը շարունակվի, խաղաղության պայմանագիրն էլ ստորագրվի և վավերացվի։ ԵՄ-ն նաև աջակցում է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործնական քայլերի շարունակմանը, խոսքը օրինակ կապի, առևտրի և էներգետիկայի ոլորտներում գործակցության ընդլայնման մասին է, հավելել է Հիփերը։ Ըստ պաշտոնյայի, ոչ պակաս կարևոր է շարունակել սահմանազատումը և սահմանագծումը, հաշտեցման աշխատանքները, հասցեագրել մարդասիրական խնդիրները։ ԵՄ-ն պատրաստ է լրացուցիչ աջակցություն տրամադրել և կիսվել փորձով, ընդգծել է ԵՄ ներկայացուցիչը։ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Մոսկվային և Կիևին Անկարայի առաջարկը դադարեցնել Սևծովում ռազմական գործողությունները։ Մարիա Զախարովան հայտնել է, որ մորատորիում սահմանելու վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն դեռ չեն ստացել և տեղյակ չեն թուրքական կողմի նախաձեռնության պայմաններին։ Նրա խոսքով ամեն դեպքում Ռուսաստանը չի պատրաստվում միակողմանիորեն դադարեցնել Սևծովում ռազմական գործողությունները, քանի որ դա Զախարովայի ձևակերպմամբ հնարավորություն կտա Կիևին որոշ ժամանակով շունչ քաշել։ Նա կրկնել է, երկարաժամկետ կարգավորում հնարավոր է միայն եթե արմատախիլարվեն հակամարտության սկզբնապատճառները։ Առաջին հերթին խոսքը ՆԱՏՕ-ի ընդլայնման և Կիևին դաշինքներ գրավելու փորձերի հետևանքով ստեղծված անվտանգային սպառնալիքների, ինչպես նաև ռուս և ռուսախոս բնակչության իրավունքների մասին է եզրափակել է Զախարովան։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է ուկրաինական 553 ԱԹՍ ոչնչացնելու մասին։ Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստում հրդեհ է բռնկվել։ ԱԹՍ-ի բեկորներից վնասվել է Թվերի մարզում Wildberries-ի պահեստը։ Անօդաչուներ են արձակվել Մոսկվայի ուղղությամբ։ Մայրաքաղաքի օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է։ Ռուսական ուժերն էլ հարվածել են Կրամատորսկին, վնասվել է բազմահարկ բնակելի շենք, հրդեհ է բռնկվել Զոհեր Սումիի շրջանում, թիրախավորվել է Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքը։ Նաև տեղեկություններ կան, որ ԱԹՍ է խոցվել Լատվիայի երկնքում, գործողությանը ներգրավվել են ՆԱՏՕ-ի կործանիչներ։ ԱԹՍ-ի ծագումը դեռ հայտնի չէ։ Անօդաչու սարք է ընկել նաև Ռումինիայի տարածքում Ուկրաինայի սահմանից ոչ հեռու։ ՄԱԿ-ից հայտնել են, որ Ուկրաինայում 2022 թվականի ապրիլից ի վեր գրանցվել է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի ամենամեծ թիվը։ Հունիսին զոհվել է առնվազն 293 քաղաքացիական անձ, վիրավորվել 1990-ը։ Կազմակերպության տվյալով 2026 թվականի առաջին 6 ամիսներին Ուկրաինայում զոհվել է շուրջ 1400 մարդ, ինչը 37%-ով ավելի է 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Ռուսաստանում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը նույնպես աճել է, տարվա առաջին կեսին եղել է 250 զոհ և շուրջ 1600 վիրավոր, ինչը 121%-ով ավելի է 2025-ի նույն ժամանակահատվածի համար։ Ճապոնիայի վարչապետը մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի այցը Կուրիլյան կղզիներ, մասնավորապես Իդրուբ կղզի։ Սանայե Տակաիդին հայտարարել է, որ Տոկիոն դատապարտում է նման քայլը, քանի որ նրա ձևակերպմամբ հյուսիսային տարածքները Ճապոնիայի անբաժանելի մասն են, թե պատմականորեն, թե միջազգային իրավունքի տեսանկյունից։ Ուկրաինան ներխուժելուց հետո Ռուսաստանի և Ճապոնիայի հարաբերությունները չափազանց բարդ են, բայց նույնիսկ այս պայմաններում Տոկիոն ջանքեր է գործադրում լարվածությունը կանխելու համար, ընդգծել է վարչապետը։ Նա հավելել է, որ Պուտինի այցը սրել է Ճապոնիայում հակառուսական տրամադրությունները։ Ճապոնիայի կառավարությունն էլ դիտարկում է հակառուսական պատժամիջոցները խստացնելու սցենարը։ Մոսկվայից արձագանքել են։ Մարիա Զախարովան հայտարարել է Իդրուբ կղզին, ինչպես և Կուրիլյան կղզիները ամբողջությամբ Ռուսաստանի անբաժանելի մասն են։ Դիանա Գասպարյան, լուրեր։